Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 18-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թիվ 1 իրադարձությունը ուկրաինական պատերազմն է, հիմա հետևողականորեն նայում ենք արևմուտքը ինչ անում Ռուսաստանի հետ կապված, փորձում է ճնշում գործադրելով դուրս մղի, չպետք է խաբվել նրա վրա, որ Ռուսաստանը կյանքի գնով, զոհերի գնով փորձում է մի քանի կիլոմետր առաջ գա եւ ցույց տա, որ տեսեք, այն հաջողություն ունեմ, եկեք այդ դիրքերից բանակցենք, բայց հասկանում ենք, թե այդ երկրում իրականում ինչ է կատարում, բայց խայտառակությունը մեր համար նա է, որ այսօր Հայաստանի օրակարգը Ռուսաստանի շուրջ է ձևավորվում, անգամ վերջի ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմնի էր վաղար շաբաթի, բայց Նիկոլ Փաշինյանն էլ ասեց, մյուս կողմն էլ ասում, որ այս ամենը 2026 թվականի ընտրությունների նախերգանքն է, որպեսզի հասկանանք այս ձևով էլ գնում ենք ընտրության։ Իսկ ովքեր անցան եւ բացի դրանից այդ մարդկանց պատկերացումները մեր երկրի ապագայի հետ կապված, թե իշխանության, թե ընդդիմության, Ռուսաստանի շահերը սպասարկելու օրակարգ է։ Դրա պատճառով բացի այն, որ Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում նոր աշխարհակարգ կլինի, Ռուսաստանը շատ դրջորեն ներկայացված է մեր տարածաշրջանում, ել չեմ ասում, թե մեր երկրում ինչ խայտառակ վիճակ է։ Ու այն էլ փորձել չի արվում դրանից դուրս գալ, ոնց որ թե աշխարհի իրադարձությունները մեզ չի վերաբերվում։ Հիմա նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ստորագրել Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցներ սահմանող օրինագիծը, եթե ինքը պահպանի ցանկացած սահմանափակումների վերաբերյալ վերջնական լիազորությունները։ Սպիտակ տան եւ նախագահի համար միշտ կարևոր է եղել, որ պատժամիջոցների փաթեթը ներառի դրույթ, որը նախագահին երաշխավորում է նրանց վերաբերյալ վերջնական որոշումներ կայացնելու լիազորությունը։ Հետևաբար, եթե նման դրույթ ներառվի, կարծում եմ նախագահը կքննարկի օրինագիծը ստորագրելու հարցը, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Այն որ Դոնալդ Թրամփը համաձայնվել է այո ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օրինագիծը, այդ շատ լավ է։ Այն որ ինքը ցանկանում է որ պահպանի իր կարծիքը ունենալու որոշում կայացնելու իրավունքը, դա էլ պայմանավորված է նրանով, որ տեսեք, մենք հիմա քո վրա ճնշում ենք, բայց եթե քեզ խելոք պահես կնստենք կքննարկենք։ Այսինքն անընդհատ որ այդ բազարի տեղը ինքը ունենա, որովհետև եթե ստորագրվի վերջնական ուժի մեջ մտնի եւ կոնկրետ հստակ երևա, որ Ռուսաստան քո նկատմամբ վերաբերմունքը սա է, Դոնալդ Թրամփը համարում է, որ այդ առևտրի մասը այլևս իր ձեռքից դուրս կգա։ Իսկ ինքը տեսել եք, թե մաքսատուրքերի հետ կապված կբարձրացնենք, հետո կիչացնենք, հետո կբարձրացնենք, նորից կիչացնենք, հետո էս կանենք, այսինքն կճնշենք Իրանին, հետո կխփենք, հետո կբանակցենք, այսինքն որ պարբերաբար կարողանա այդ մանևրները անի։ Բայց խնդիրը նա է, մի անգամ պետք է վերջնական որոշում կայացնի, որ Ռուսաստանը պետք է պարտվի, վերջ։ Դա է, քանի այդ որոշումը չի կայացրել, քանի իր մեջ չի մերցրել Ռուսաստանի դեմ վախը եւ Պուտինի դեմ սերը, մենք դեռ այս խնդիրներն ունենալու ենք, որ իրան անընդհատ մանևրի թեմա է պետք։ Չնայած որ շատ ողջունելի է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները միանշանակ, ուղղակի անվերապահորեն։ Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Վիեսլավ Կուկուլան ինչ է ասում։ Թշնամին սկսել է պատրաստվել պատերազմի, ռուսներին նկատի ունի։ Ստեղծվում են պայմաններ, որոնք նպաստում են Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի։ Թշնամին փորձում է խաթարել լեհ բնակչության վստահությունը կառավարության, ինչպես նաև զինված ուժերի եւ ոստիկանության նկատմամբ, այսինքն նկատի ունի, որ նաև թափանցել են երկրի ներս եւ աշխատանք են տանում։ Գեներալ Կուկուլան ընդգծել է, որ այժմ ամեն ինչ կախված է երկրի դիրքորոշումից նրանից, թե արդյոք իշխանությունները կկարողանան զսպել թշնամուն, թե հակառակը մղել նրանց ագրեսիայի։ Գեներալը չի մանրամասնել, թե որ թշնամու մասին է խոսքը։ Չնայած դժվար չէ հասկանալ, որովհետև Լեհաստանի հատուկ ծառայությունների նախարարն էլ ասել է, լեհական երկաթուղում դիվերսիան պատվիրել է Ռուսաստանի հետախուզությունը։
Դրան անմիջապես իհարկե Ռուսաստանից արձագանքել են, թե Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը հատկանշական է համարել այն փաստը, որ ուկրաինացիներն են կրկին ներգրավված Լեհաստանում երկաթուղային դիվերսիայի մեջ։ Իհարկե մեղմ ժպիտը առաջացնում է, եթե դուք դրա մեջ ներգրավված չէիք, ոնց իմացաք, թե ով է ներգրավված։ Այսինքն դուք Լեհաստանի տարածքում հստակ հետախուզական աշխատանքներ կատարեցիք եւ բացահայտեցիք ով է արել։ Այսպիսի կատեգորիկ ձևով այդ բանը նշելը արդեն ցույց է տալիս իրենց մասնակցությունը, որ սուս մնային կարողա չբռնվեին կամ կատեգորիկ հերկեին, որ մենք դրա հետ կապ չունենք, այլ ոչ թե ասեն մենք գիտենք թե ով կապ ունի։ Բայց սա նաև նրա համար լարվածությունը պարզ է, որ Լեհաստանը ակնհայտորեն տեսել ենք ինչ ակտիվ ու ագրեսիվ ձևով է իրան պահում, նույնիսկ եթե իր քաշը բավարար չի, որ ինքը ասենք այդ եռյակի հետ համահունչ քայլեր աներ, նկատի ունեմ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, բայց շատ հարցերում տեսել եք, որ ասում են 3 գումարած 1 այսպես էլի, այսինքն Լեհաստանի նույնպես այդ ակտիվ գործընկերների մեջ են ներգրավում։ Եվ Լեհաստանը բացարձակ չի վախենում, որ ասենք խնդիր կունենա Ռուսաստանի հետ, որտեղ խորհրդային միության ժամանակ գիտեր, թե Ռուսաստանն ինչ է ընդունակ, խորհրդային միությունը, այնպես որ լավ գիտի, որ եթե նրանց դեմ չես պայքարում, ավելի վատ վիճակում ես հայտնվում։ Այնպես որ սա նրանից չի, որ Ռուսաստանից չեն վախենում, որ ագրեսիվ են։ Գիտեն, որ Ռուսաստանը ուրիշ լեզու չի հասկանում։ Բայց հիմա դուք հասկանում եք Եվրոպայում ինչա կատարում, երբ որ խոսում են դիվերսիոն գործողությունները Ռուսաստանը կատարում ՆԱՏՕ-ի անդամ երկրում, Եվրամիության անդամ երկրում, հիշում եք այդ դրոնների պատմությունը, այսինքն սա նաև հակառակ էֆեկտ է ունենում, եվրոպացիներին մոբիլիզացնում են, որ տեսեք ինչի է ընդունակ Ռուսաստանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն։ Ես նշում եմ, որ այս ժողովրդավարություններում, նույնիսկ ամենաաննշաններում, որտեղ որոշ թեկնածուներ ասում են, որ ամեն ինչ կավարտվի 24 ժամվա ընթացքում եւ որ գուցե այլևս չարժե աջակցել Ուկրաինային, իրականության հետ բախումը կարող է փոխել իրավիճակը, ասել է Ֆրանսիայի նախագահ Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում։ Դե իհարկե ակնհայտ է, որ ինքը նկատի ունի Դոնալդ Տրամփին, որ Դոնալդ Տրամփը անգամ Ռուսաստանին ագրեսոր չէր համարում, Ուկրաինային էր համարում, քո պատճառով է պատերազմը սկսել, չես հասկանում նրա քաշենայի կոնը նայ, այդ ամբողջ պատմությունները մեր աչքի առաջա գիտենք, եւ Մակրոնը նաեւ ցույց է տալիս, որ 24 ժամվա ընթացքում պատերազմը կանգնացնելու պատճառով մտածում է ինչ իմաստ ունի Ուկրաինային օգնենք, բայց հիմա ինչպես տեսնում եք, արդեն ասես չէ, պետքա իրանք կռվեն, պետքա թողենք կռվեն, մինչև իրանք հասկանան, չնայած զոհերը շատ է, բայց այնուամենայնիվ շարունակում է Ուկրաինային օգնել։ Ամեն դեպքում ցույց է տալիս իր ժողովրդին, որ իմացեք, ես որպես բիզնեսմեն օգուտով եմ այդ պատերազմը առաջ տանում, այսինքն մեզանից զենք են առնում, ոչ թե մենք ծախս ենք անում, չնայած այն գլոբալ նպատակը, որ Ռուսաստանը պարտվի, անհամեմատ ավելի մեծ ֆինանսական եւ քաղաքական, արտաքին քաղաքական դերակատարություն կբերի Ամերիկային, քան անգամ մտածել այդ մի քանի միլիարդ դոլարի մասին։ Բայց դա ամեն դեպքում ինքը ուղղակի մտածում է, որ ժողովուրդ ջան, իմացեք, որ ես նույնիսկ այդ պատերազմում մենք օգուտով ենք, էլի, բայց այդ պատերազմում դրած է Ամերիկայի հեղինակության հարցը, Ամերիկան է երաշխավորել, որ Ռուսաստանին դուր միջուկային զենքը ես տեր եմ։ Այլապես Ուկրաինան դա չէր տա։ Այլապես Ուկրաինան չէր տա եւ Ռուսաստանն էլ գլխի ձեռ չէր վերցրել միջուկային տերություն Ուկրաինայի վրա հարձակվեր։ Ուկրաինան եթե հավատալու լիներ Ռուսաստանին, Ալմաթիի հռչակագրով պայմանավորված ժամանակին երբ կողմանի պայմանավորվածություն կար, որ Ուկրաինան այդ միջուկային զենքը վերադարձներ Ռուսաստանին։ Բայց երբ որ Ռուսաստանը սկսեց խաղեր տալ եւ Ուկրաինան սկսեց չվստահել նրան, իսկ Ռուսաստանը հասցրեց 91 թվականի դեկտեմբերի 8-ից, որ 3 երկրով ստորագրել էին խորհրդային միություն էին ցրել, 3-ից մեկը դեռ Ռուսաստան եւ Ուկրաինա այդպես սլավոնական ախպերություն էին համարում, հիմա արդեն թիվ 1 թշնամի էին իրար համար։ Ընդամենը մինչև 94 թվականը այնքան անվստահություն առաջացրեց Ռուսաստանը, որ ինքը ցանկանում էր նոր ձևով վերականգնի խորհրդային միությունը ԱՊՀ-ի տեսքով, որ արդեն երաշխիքը Ուկրաինան այլևս Ռուսաստանին չվստահեց։ Ասեց չէ, Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, տերեք, ասին տերենք, դե ուրեմն տալիս են։
Դրա համար ուզեմ ասեմ, որ ես ասում շատ կարևոր է, որ դա Ամերիկայի հեղինակության խնդիրն է, որը անհամեմատ ավելի թանկարժեք քան այդ մի քանի միլիարդ դոլարը։ Դոնալդ Տրամպը հնարավոր է համարել Մեքսիկայի վրա հարձակումները։ ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն թմրամիջոցների պատճառով կորցնում է 100,000-ավոր մարդկանց եւ Վաշինգտոնը գիտի թմրավաճառների բոլոր երթուղիներն ու հասցեները։ Տրամպը հայտնել է նաեւ, որ Մեքսիկան տեղյակ է իր դիրքորոշման մասին։ Իհարկե խոսքի սկզբանե գնում էր նրա մասին, որ Մեքսիկան միանգամից դառնա Ամերիկայի 51-րդ նահանգ, ընապրսնի այդ հարցը լուծվի։ Դե դա չստացվեց, որովհետև 51-րդ նահանգի համար հերթ էր գոյացել։ Գրենլանդիան պետք է միանար, Կանադան պետք է միանար, Մեքսիկան պետք է միանար, այտենց է չորոշեցին, էլի հերթում իրար գլուխ էին ջարդում, այտենց է չհաջողվեց որևէ հարց լուծի։ Դոնալդ Տրամպը հիմա արդեն մտածում էր սահմանը դուք եթե չպահեք սանկցիաներ կկիրառենք, դա կլինի մաքսատուրքերի տեսքով, մեքսիկացիներն էլ խոստացան, որ ամեն դեպքում իրանք էլ բավական ծախսեր կանեն, ամեն ինչ կանեն կհետևեն, Միացյալ Նահանգներն է որոշեց իր ջոկատները տանին դեղ սահմանի վրա պահելու, լավ հիշում եք բավական, այսինքն ինքն էլ ուժեղացրեց հսկողությունը, բայց հիմա ասել, որ գգանք քու տարածքում կխփենք, որպեսի դու թմրամիջոց Ամերիկա չմտցնես, հարևանի հետ կապված ամեն դեպքում շատ անզգույշ մոտեցում է դա, նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը խիստ կարևոր լինի նահանգների համար։ Դեռ Դոնալդ Տրամպը խնդիր ունի Վենեսուելայի հարցը կարողանա լուծում գտնել, այդ լուծումը միևնույնն է, նա Վենեսուելային կհարվածի թե չէ, Մադուրոյին կտապալի թե չէ, հետը կբանակցի թե չէ, մեզ արդյունքն է հետաքրքրում, որովհետև ամենամեծ պաշարը նավթի Վենեսուելայի մոտ է ու բավական խայտառակ վիճակում այդ երկրի վիճակը։ Եվ նա էլ գտնվում է Ամերիկայի քթի տակ։ Եվ նա էլ հատուկ օգտագործում են Վենեսուելան, նաև Ռուսաստանը եւ այլ երկրները, որոնք կուզենան Ամերիկային թոլացած տեսնեն, որտես քո դաշտում սկի դու չես կարող քո հարցերը լուծես։ Հիմա հարևանի ժամանակը չի, էլի, հուսանք, որ ինքը վախացրեց, բայց դրանից հետո քայլ չի անի։ ԱՄՆ ֆինանսների նախարարության Ռոսնեֆտ եւ Լուկոյլի դեմ ԱՄՆ պատժամիջոցների արդյունավետության վերլուծությունը, որը կատարվել է ԱՄՆ ֆիննախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից, ցույց է տալիս, որ ռուսական հում նավթի մի քանի հիմնական տեսակներ վաճառվում են բազմամյա ամենացածր գներով, եւ գրեթե 1 տասնյակ խոշոր հնդիկ եւ չինացի գնորդներ հայտարարել են դեկտեմբերին ռուսական նավթի գնումների դադարեցնելու մտադրության մասին։ Սա այն լուրջ քայլերից մեկն է, որը Դոնալդ Տրամպը անում է, սա այն լուրջ քայլերից մեկն է, որ անգամ Ռուսաստանին ճնշելով նավթի գինը ընկնում է, ոչ թե նավթի գինը բարձրանում, որովհետև այդ մյուսները կարողանում են լավ էլ կոմպենսացնել այդ հարցերը, Ռուսաստանի խաղից դուրս թողնելը շատ ավելի կարևոր են համարում եւ այդ պարագայում չեն մտածում, որ եթե Ռուսաստանը խնդիրներ ունի, բերեք մենք էլ նենց անենք, ավելի թանկ գնով վաճառենք։ Չէ, շուկան վերցնում են Ռուսաստանից։ Համարում են, որ հետագայում ավելի մեծ եկամուտներ կունենա, եթե շուկան իրենցով անեն։ Ռուսաստանի շուկայից դուրս մղելու ժամանակ իրանք ակտիվորեն կարողանան տարածքը լցնել իրանցով։ Այսօր էժանով կմտնեն Ռուսաստանին դուրս կանեն, վաղը արդեն հանգիստ կարող են գները կարգավորել իրար հետ պայմանավորվելով կամ իրար հետ մրցակցելով։ Իսկ Ռուսաստանի պարագայում դա կատաստրոֆա է, որովհետև տարբեր երկրներ հրաժարվում են արդեն Ամերիկայի սանկցիաներից վախենալով, իսկ երկրի ներսում էլ սանկցիաների հարցը լուծում է Ուկրաինայի դրոններն ու հրթիռները, նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելով, արդյունքում դա Ռուսաստանի համար պատերազմը շարունակելու ամենակարևոր գործոնն էր հենց նավթի հարցը։ Եվ այս հարցը նույնիսկ երկու այսպիսի ընկերությունների նկատմամբ սանկցիա կիրառելով, դա լրջագույն հարված է հասցրել Ռուսաստանին։ Եվ մենք պետք է այդ ամեն ինչը մանրակրկիտ նայենք, որովհետև հասկանանք ու այս պետք դուք որ լսում եմ ես օրակարգը, չէ՞ մեր մոտ, մեկ-մեկ նայում եմ այդ ռուսամետ գործիչներին, անմարդ ասում եմ Տեր Աստված, այս մարդիկ բացարձակ իրանք չի հետարկում, թե իրանք երեխան որտեղ է ապրելու։ Ասանք լավ հասկացանք Ռուսաստանի հետ դուք ինչ որ կապեր ունեք, հասկացել ենք ժողովուրդ ջան։ Հետո որ ունեք։ Այսինքն դուք գտնում եք, որ հիմա Հայաստանը պետք է Ռուսաստանի ազդեցության տակ։ Ռուսաստանը իր առաջ խնդիր էր դրել։
Լա մենք մի հատ հասկանանք ինքը իր խնդիրը ոնց լուծեց, նոր մտածենք Հայաստանի հետ կապված ինքը նախ խնդիր չի դրել, որ մեր հարցերը լուծի, բայց հետո եթե անգամ դներ ոնց պետք է լուծեր այդ մրցակցության պայմաններում։ Ինչ էր որոշը 2022 թվականի փետրվարի 24-ի պատերազմով։ Պետքա գնար դեմիլիտարիզացիայի, այսինքն Ուկրաինային ռազմականացման հարցը ընդհանրապես ոչ մի նորմալ բանակ էլ չունենար։ Հիմա Ուկրաինան ապառազմականացված երկիր է։ Այսօր Եվրոպայի ամենահզոր ու ամենամարտունակ բանակն ունի։ Իրա չափ ով է հիմա տեխնիկա արտադրում։ Ամենաառաջավոր տեխնիկան, տեխնոլոգիան արտադրում են ռազմի դաշտում էլ փորձարկում։ Այսօր անգամ Ամերիկան ու եվրոպական ազդեցիկ երկրները զարգացած Ուկրաինայից են փորձի փոխանակման հարցերը լուծում։ Քանի կար Ուկրաինան էր մարդ ուղարկում իրանց մոտ մարզվեին մարզական վարժանքներ առնեն, որ գային այդ տեխնիկան Ուկրաինայի տարածքում օգտագործեն։ Հիմա իրանք են գալու ուկրաինացիներից սովորում։ Այդ հարցը լուծեց Պուտինը։ Հիմա ապառազմականացրել է, հա, իշխանությունը փոխեց Ուկրաինայում։ Արդեն իշխանությունը ռուսամետ է։ Թե աշկերտն արուն կողած մարդիկ են այդ բանակով, որ համարում են գծիցենկում թշնամի է։ Այդ հարցը լուծեց։ Որ հարցը լուծեց։ Որ հիմա պատերազմը տեղափոխեց Ռուսաստանի տարածք։ Ռուսաստանում կենսաթոշակային տարիքը բարձրացնում է, չեք նայում ժողովուրդ ջան, բերել եք Հայաստանի օրակարգ եք մտցրել Ռուսաստանի ճակատագիրը։ Մտցրել եք, ասում եք մենք դե ավելի լավ լինենք հետը։ Արդեն մեր գործը թողել ենք իրանց հարցերով ենք զբաղվում։ Կենսաթոշակային տարիքը բարձրացնում է, չեք նայում։ Ապրանքների գները բարձրանում է։ Սակագները բարձրանում է, չեք նայում։ Չեք նայում, որ աշխատատեղեր է փակվում։ Ստիպված ժամերը կրճատում են, որ գոնե մարդկանց կարողանան աշխատանքով ինչ-որ չափով ապահովեն։ Գործարաններ են փակվում, չեք տեսնում։ Կամ դրան գումարած հիմա ստիպված ինչ են անում։ Ասում գոնե տեղացիներին, որոնք գործազուրկ են, մնացել աշխատանք գտնենք։ Այսինքն փոխանակ հիմա փշոփշո անեն, որ մտածեն դրսից գան աշխատեն, որովհետև խնդիր կա Ռուսաստանում, քանի որ աշխատուժի խնդրեմ ունեն, չեն կարող տեղավորեն։ Ասում են խստացնենք, թողեն գնան Ռուսաստանից։ Ովքեր գնան, կենտրոնական Ասիայից եկածներին ու հարավային Կովկասից եկածները թողեն ստեից գնան։ Բա որ գնացին ինչ եք անելու։ Ասма Կովկասյան դեմքով կամ ասիական դեմքով չենք ուզում Ռուսաստանում տաքսի քշեն, թող ռուսները քշեն։ Հիմա դուք չեք տեսել տաքսիների խայտարակ վիճակը, տարբեր քաղաքների չեք շփվում, բա դուք եք սաղորը Ռուսաստանի հետ շփվում։ Այդ ո՞նց է ես իմանում եմ, դուք չեք իմանում։ Որ տաքսիների գներն է բարձրանում, որ չեն կարողանում մարդկանց սպասարկեն, որտեղ մի հատ մեծ խնդրի առաջ են կանգնել։ Ռուսը պիտի 12 ժամ տաքսի քշի, որպեսի 12 ժամ տաքսի քշի, նա պիտի 12 ժամ սթափ լինի, խմած չլինի։ Ռուսը եթե 12 ժամ չխմի, նա հեղափոխություն կանի, ժողովուրդ ջան։ Դուք չգիտեք ինչ է անտունակ 12 ժամ չխմող ռուսը։ Դուք աշխատուժ կարակ ունենաք։ Կամ հիմա չենք տեսնում ինչ են անում։ Ով քաղաքացիություն աստանը պայմանագիր է կնքում են ուղարկում Ուկրաինա մեռնելու։ Չեք տեսնում ինչ հակատարում մարդկանց այդ պայմանագիր են կնքում, արագ հետներն էլ ամուսնացնում են մեկին, որ տանեն խփեն, այդ փողերը տնեցիները ստանան։ Այս բոլոր բաները դուք չեք նայում ինչ հակատարում։ Ու այդ երկիրը, որ իր քաղաքացու նկատմամբ այդպես է վարվում, մեր նկատմամբ ոնց է վարվելու ժողովուրդ։ Այս սրատակ մեզին չեք կողում։ Ու ավելի պարզ են աշներից առաջ տեսնում եք, էլի։ Օրակարգը, որը մեր աչքի առաջ ընտրությունն է, օրակարգ, որը լինելու է եկող տարի։ Մոսկովսկի Կոմսոմոլեցը հայտնում է, ուկրաինական հետախուզական ծառայությունների առաջադրանքով դիվերսանտների խումբը մահափորձ է կազմակերպել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ։ Լրատվամիջոցի տվյալներով դիվերսանտները ծրագրել են մահափորձն իրականացնել Շոյգուն պետք է այցելեր Մոսկվայի այսինչ գերեզմանատանը գտնվող իր հարազատների թաղման վայր։ Նոյեմբերի 14-ին անվտանգության դաշնային ծառայություն հայտնել էր, որ հաջողվել է կանխել ահաբեկչական հարձակում, որի հետևանքով պետք է զոհվեր ռուսական պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Ծրագիրը նախատեսում էր պայթյուն իրականացնել Մոսկվայի
գերեզմանատանի, չէ, մանրամասը կարդում, որտեղ կարևոր բաներ կա այստեղ։ Անվտանգության դաշնային ծառայությունը նշել է, թե Ուկրաինայի հետախուզական ծառայությունները փորձել են կազմակերպել մահափորձը օգտագործելով Կենտրոնական Ասիայից հավաքագրված անօրինական միգրանտի։ Հերթական անգամ սլակն ուղղում են Կենտրոնական Ասիայի անօրինական միգրանտի։ Նախկինում դատապարտված թմրամոլությամբ տառապող Ռուսաստանի երկու քաղաքացիների և Կիևում բնակվող ինչ-որ մեկին, որի Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են սպանության և զենքի ապօրինի շրջանառության համար։ Հիմա տեսեք, հետքը տանում է Ուկրաինա, հետքը տանում է Կենտրոնական Ասիա և այլ, որ տեսեք ինչ է կատարվում, բարձրաստիճան պաշտոնյայի որոշել են սպանել։ Ժողովուրդ ջան, այդ բարձրաստիճան պաշտոնյան ընդամենը մինչև 2024 թվականի մայիսի 7-ը պաշտպանության նախարարը չէր, 12 թվից պաշտպանության նախարարը։ Բայց այդ պաշտպանության նախարարը 2 տարուց ավել ուկրաինական պատերազմի հանցագործ չէր։ Բայց ինչա դուք չգիտեիք, որ պիտի ուզենան սպանեն, կարող է չեն էլ ուզեցել։ Այդ ռուսները, որ հիմա տարածում են, որ տեսեք ինչ է կատարվում, իրանց թվում է դա գործին օգնում է, որ ժողովրդին մոբիլիզացնեն, ժողովուրդ տեսեք, այս ուկրաինացիք ինչեր են անում, ոտի կանգնենք դեմը առնենք։ Էլ չեն հասկանում, որ հիմա մարդը լսում է, ասում է՝ պահո։ Փաստորեն Ռուսաստանում այլևս քաղաք չկա, որ անվտանգ է, եւ Ռուսաստանում այլևս պաշտոնյա չկա, որ անվտանգ է։ Այս ուկրաինացիք էս ինչ են անում։ Հիմա դուք ուզում եք սարսափը տարածեք, թե ժողովրդին մոբիլիզացնեք։ Ո՞նց եք մոբիլիզացնելու։ Երկրի ներսը մոբիլիզացիա են հայտարարել, որ տանեն իրանց օբյեկտները, քաղաքացիական օբյեկտները պաշտպանեն ուկրաինացիներից։ Այն էլ դրոններից չէ, դե դրոնին մարդը ո՞նց պետք է պաշտպանի։ Դրոնին պրոստը պետք է հարված ուտի մեռնի, դե սովորական բան է։ Բան չէ, որ ասենք հանկարծ դիվերսիոն գործողություն անելու ժամանակ մոբիլիզացնեն, տանեն, որովհետև իրանք ի վիճակի չեն իրանց օբյեկտները պահել դիվերսանտներից։ Էս է երկրի վիճակը, խաբար չեք ժողովուրդ ջան։ Էս ձևի եք մեր օրակարգը սպասարկում։ Ու այն է, ես ասեմ, մազաչափ չկասկածեք, որ ոչ թե մենակ ռուսամետ ուժերը, այդ ռուսամետ ուժերը Նիկոլ Փաշինյանի չափ հավատարմության երթում չեն կարող, նույնիսկ եթե տան համոզիչ չի լինի Պուտինի համար։ Պուտինը լավ գիտի Փաշինյանն ինչ անում։ Այսինքն մենք մի կողմից չենք կրակնենք, մենք երկկողմանի կրակի մեջ ենք, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա դուք տեսնում եք, Ռուսաստանը արդեն ասում է Ուկրաինան այլևս հասել է սրան, որ նախկին պաշտպանության նախարարին, որը այսօր լուրջ պաշտոնյա է, Շոյգուին անվտանգության խորհրդի քարտուղարին, արդեն սպանելու էր հազիվ բացահայտեցինք։ Իսկ այս հարցում, եթե Շայգուն լավ էր աշխատում նախարար, Պուտին ինչի հանեցիր։ Եթե վատ էր աշխատում, ոտերից ինչի չկախեցիր, որ քեզ խաբեցին, թյուրիմացության մեջ գցեցին, բանակը թալանեցին, կոռուպցիայի մեջ թաղեցին, դռները բացեցիք, տեսակ զենք չունեք։ Այդ ամեն ինչը չիմացաք։ Պատասխանով էր տալու։ Եթե տալ ես դել ես անվտանգության խորհրդի քարտուղար, նշանակում է այդ մարդուն դեռ համարում ես, որ վատ պաշտոնյա է, բայց չէ, մեկա քոնն է, դու ոնց կարաս կոռուպցիոներին փուրը տաս, դու պետք է նրան պահես, չէ, ինչ-որ մի ձևով։ Իսկ դա նշանակում է, որ նա իր պատասխանը այսպես թե այնպես պետք է տա, դիվերսանտի ձեռքով կտա, թե հետագայում միջազգային դատարանի առաջ կտա, դա տալու է, ժողովուրդ ջան, դրա ժամանակը գալու է։ Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադարդը հայտարարել է, որ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և լրագրողների դեմ Վրաստանի կառավարության բռնաճնշումները խոչընդոտում են երկրի եվրոպական ձգտումներին։ Սա ցավալի է, քանի որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը սատարում է եվրոպական ուղին։ Այս ձգտումը ուժեղ է և վայելում է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների աջակցությունը, բայց այն, ինչ տեղի է ունենում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո և հատկապես վերջին ամիսներին, ավելի է հեռացնում երկիրը եվրոպական ուղուց, ասել է նախարարը։
Բենջամին Հադադը կոչ է արել վրացական երազանքին ամբողջությամբ փոխել իր դիրքորոշումը, կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ, աշխատել նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ եւ ազատ արձակել բանտարկված քաղաքական հակառակորդներին, լրագրողներին եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին։ Միայն այս դեպքում երկիրը կարող է վերադառնալ իր եվրոպական ձգտումներին, հակառակ դեպքում այս գործընթացը կկանգնի։ Այդ գործընթացը արդեն այսպես թե այնպես կանգնած է, սա նաև մեծ դաս է մեզ համար, որ առավոտից իրիկու որ լուրը նայես, Հայաստանը վիզաների ազատականացման հարցով բանակցել է, շատ լուրջ առաջընթաց են գրանցում եւ այլ եւ այլ։ Այդ հեքիաթնում համարեք պատմում։ Այո, վիզաների ազատականացման հետ կապված բանակցություն կվարեք, բայց դա կապված է մնացած բոլոր քայլերին, որոնք որ եթե չարեցիր, այս հարցը չի լինելու։ Դու չես կարող գնաս Պուտինի դեմը կզես, վիզաները ազատականացնես, ռուսների համար դարձնես տրանզիտ ճանապարհ։ Տեսան, որ պատերազմի ժամանակ ռուսների ոնց էիք սպասարկում տրանզիտ էր դարել սանկցիայի տակ մտած ապրանքները Ռուսաստանի հետ տանեն, կամ Ռուսաստանի ադամանտը տանեք ուրիշտեղ վաճառեք Հայաստանի միջոցով։ Տեսել են, թե Ռուսաստանի համար դուք ինչեր եք անում։ Չես կարող դու այդ չափի հարաբերությունները էլ ավելի խորացնել Ռուսաստանի հետ եւ բացես քո առաջ բացեն Եվրոպայի դռները։ Պետք է կողմնորոշվես մի որոշում կայացնես։ Բայց դրա համար ամեն անգամ Վրաստանի դեպքերին չենք հիշացնում։ Վրաստանը մեզանից եւ քայլերով է առաջ եւ ժամանակով է առաջ։ Ինքը 2013 թվականին Վիլնյուսում ստորագրեց ասոցիացիան համաձայնագիրը, Հայաստանը հրաժարվեց, սեպտեմբերի 3-ին մտավ Մաքսային միություն։ Դրանից հետո տեխնացու դարձավ, դրանից հետո եկել է, հասել է, ամեն ինչ արել է, մնացել է մի քանի տարի, որ դառնա արդեն անդամ 2030 թվականին օրակարգով կա եւ հիմա տեսնում եք ինչ ալում եւ այդ ամեն ինչը վերադառնում է հին վիճակի։ Սա խոսում է նրա մասին, իսկ այս ինչ որ թվարկում էր Հայաստանում չի կատարվում։ Վաղը մյուսերը մեզ են ասելու։ Առաջին ասում են դե լավ, լա քայլերն արա, մի հատ տեսնենք, գաս այնպիսի վիճակ, որ հետո զրոյից չսկսենք, բայց եկար այդ վիճակին հասար նույնիսկ դռները թակող ներս մտող Վրաստանին են կանգնացել ու ասում են վերջ, անդառնալի կարող է կորցնես շանսդ։ Չեն էլ ափսոսում այդքան տարիների չարչարանքը։ Սա մեզ դաշ չի ելնելու։ Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ստեֆան Դաութին հայտարարել է. Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական եւ իրավական շրջանակներին, թույլ տալով պատշաճ դատավարության ընթացքը եւ ապահովելով, որ բոլոր անձիկ արդարացիորեն վերաբերվեն օրենքի համաձայն, իսկ դատական գործընթացները մնան թափանցիկ եւ անաչառ, նշել է Դաութին։ Իհարկե, այս ամեն ինչը իրանք դեռ ասպես ասած ձևակերպումների ձևով են ներկայացնում, բայց սա էլ պետք է մեր իշխանություններին դաս լինի, որ ոչ մի բան անհետևանք չի մնում։ Տենց ոգևորված երջանկացած հարձակվելը դրսի կողմից լավ չի ընկալվում։ Վաղը մյուս օրը հիմա դրա կապված ենք խնդիր ունենալու։ Ինչպես տեսնում եք, Վրաստանը մեր աչքի առաջ օրինակ, եւ քայլերով աչքի առաջ, եւ սխալներով մեր աչքի առաջ։ Մի բան երեք հանդիպեց, հետաքրքիր էր ուղղակի, Գրենլանդիայի խորհրդարանը նոր կանոններ է մտցրել օտարերկրյա սեփականության վերաբերյալ Միացյալ Նահանգների կողմից երկրի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։ Դե հիշում եք, որ Դոնալդ Թրամփը ցանկանում էր միլիարդներ դնի անգամ ընտրությունների ժամանակ ազդել, մարդեր ուղարկել բանակցում էր խորհրդարանական ընտրությունների, որ կարողանան որոշում կայացնել միանան Ամերիկային, բայց ոչ մի ուժ, որը անցավ խորհրդարան, որևէ մեկը ցանկություն չհայտնեց համագործակցել Միացյալ Նահանգների հետ, երկիրը Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ դարձնելու հարցում։ Հիմա իրանք նայում են, որ կամաց-կամաց ինչ-որ քայլեր անում, Ամերիկան ուզում է դեմը առնել։ Գրենլանդիայի ամբողջ հողը պետական սեփականություն է եւ չի կարող գնվել, սակայն մասնավոր անձինք կարող են որոշակի հողակտորի օգտագործման իրավունք ստանալ, բայց անշարժ գույք կարելի է գնել եւ վաճառել։ Նոր կանոններն ավելի են դժվարացնում օտարերկրյա քաղաքացիների համար հողօգտագործման թույլտվություններ ստանալը եւ անշարժ գույք գնելը։ Օրինագիծը ներկայացվել է այն բանից հետո, երբ իշխանությունները նկատել են
Արտասահմանից Գրենլանդիայում անշարժ գույք գնելու հանդեպ որոշակի հետաքրքրություն։ Գրենլանդիայի անշարժ գույքի գործակալները նկատել են երկրում հող գնել ցանկացող ամերիկացիների հետաքրքրության աճ։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել այս տարածքի նկատմամբ։ Գրենլանդիայի քաղաքական գործիչները հունվարին օրինագիծ են մտցրել երկրի բյուջեի նախագծում, որը դժվարեցնում է օտարերկրյա քաղաքացիների համար հողի և գույքի ձեռքբերումը, արագ արձագանքելով Թրամփի կարծիքին։ Այ պատկերացնում եք երկիրը ոնց են սիրում։ 56,000 բնակիչ ունի ընդամենը, 2,166,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսինքն, եթե մենք բաժանենք մի քառակուսի կիլոմետրի վրա, որպեսզի պատկերացնենք, Հայաստանում ապրում է 100 մարդ, նրանց մոտ մի քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 0,3 մարդ։ Այսպիսի բնակեցված տարածքում այդ մարդիկ ասում են, այդ 56,000-ով լավ կապրենք, վատ կապրենք, յոլա կգնանք, ցուրտա, տաքա, սա մեր երկիրն է, մենք չենք միանա, Ամերիկայի քաղաքացի չենք դառնա եւ չենք ասիմիլացվի, մենք կպահենք մեր երկիրը։ Ամերիկայի միլիարդներն էլ գույք առնելն էլ մեզ պետք չի։ Օրենք ենք ընդունում, որ խստացնենք։ Իսկ Հայաստանում ասում են նոր Հայաստան, հնարավորություն ստեղծենք, թուրքն էլ գա գույք առնի, ադրբեջանցին էլ գա, բոլորը գան, բա պետք է գան, բա ինչ պետք է անեն, իրանց կոտորելով ասում են, բա մենք ուրիշ երկիր չենք գնում։ Այսպես են երկիրը սիրում, ժողովուրդ ջան, որ ամերիկացու միլիարդներն ասում մեզ պետք չի, որ խալխը երազում են, գնում են Մեքսիկայով, գնում են բանտեր են ընկնում, որ Ամերիկայի քաղաքացի դառնան, իրանք որ մի հատ քվեարկեն, որոշում կայացնեն, մանավանդ որ իրանք ունեն լայն ինքնավարություն եւ ունեն իրավունք իրանք քվեարկությամբ որոշեն իրանց կարգավիճակը, Դանիայից անկախանան, թե մեկ ուրիշին միանան։ Այսինքն այդ որոշումը իրանք ունեն, առանց Դանիայի համաձայնության կարող են իրանք հանրակրվեով որոշեն իրանց ինքնորոշման իրավունքը, անգամ հասել են դրան, այդ որոշման իրավունքը ունեն։ Մի քայլ եւ իրանք Ամերիկայի քաղաքացի են, աշխարհի ամենահզոր երկրի քաղաքացի են։ Բայց մերժում են, ոչ միայն չեն միանում։ Ամերիկայի փողերն էլ ասում են մեզ պետք չի։ Հայրենիքը այսպես են սիրում։ Մենք, ժողովուրդ ջան, պետք է ուղղակի էքսկուրսիա տանենք մարդկանց, տեսնենք, որ Գրենլանդիայի էսկիմոսներից սովորենք ինչպես են սիրում իրանց սառույցները, ժողովուրդ ջան։ Շատ ցավում եմ, բայց Դոնալդ Թրամփը, եթե մի քիչ է շատ շփվել Փաշինյանի հետ, ինքը պետք է ամերիկացիներին չուղարկեր Գրենլանդիայում գույք առնելու։ Այդ միամիտ մարդ է, պետք է Փաշինյանին կանչեր, ասեր քաղաքացիական պայմանագրից մի հատ արագ արձագանքման ջոկատ ուղարկի, գնան մի հատ Գրենլանդիայում տներն առնեն, մի անգամից քվեարկեն ու միանան Ամերիկային պրծնեն, ասեն նոր Գրենլանդիա եւ վերջ, ինչ պատմություն, ինչ բան, հանգիստ թողեք այդ ամեն ինչը։ Միակե մենք նայեցինք թղթերը, պատմությունը, հասկացանք, որ որևէ շանս չկա Գրենլանդիան պահելու։ Ու այն դեպքում, երբ որ Գրենլանդիան Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքից մայրաքաղաք նայես, 3000 կիլոմետր է։ Մինչև Դանիա, որի ենթակայության տակ է, 3500 կիլոմետր։ Բոլոր առումներով իրանց համար Ամերիկան նպատակահարմար է։ Ժողովուրդ ջան, եկեք էքսկուրսիա կազմակերպենք, տանենք արժանապատվության դասեր էսկիմոսների մոտ։ Տանենք, ասենք, ժողովուրդ ջան, սենց են հայրենիքը սիրում։ Ամոթ է, որ մենք էսկիմոսին օրինակ բերենք։ Հավատացնում եմ, բայց այդ օրինակը մեզ համար նույնիսկ եթե ամոթ է, մենք անգամ պետք է նրանց օրինակ վերցնենք։ Եվ հետո ասեմ, հիմա այսօր որ այսպես Փաշինյանը իրան կոտորման օրից ընտրվի, ասում է լավ ինչի համար է ուզում, Ժորժ ջան, նախ իրան 50 տարի ընտրեն, 50 տարի էլ կընտրվի, որովհետև իր համար աշխատանքը դա հոգս չի, պարտականություն չի, ներվեր չի, առողջություն չի, դա երջանկացած վայելում է, իր համար սրտիկներ է դնում, բաներ է անում, երգում է, երգա լսում, բան անում, հեծանի վախշում, նա ինչ է անում, որ ինքը չուզենա ալնի։ Բացի դրանից դուք պետք է իմանաք մի բան, որ իր համար ամենաանվտանգ տեղը վարչապետի աթոռն է, ժողովուրդ ջան, դա էլ հաշվի առեք։ Որտեւ ինքը եթե վաղը մյուս օրը վարչապետի աթոռին չլինի, այսօր ոնց է մեր իրավապահ ատամներով Փաշինյանին պահում, ասում 8 միլիարդի զենք եմ առել։ Եթե 8 միլիարդի զենքը Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակում պայթացնի, մեկը իրան ոչ մեկը չի կալանավորի։
որտեղ մեր իրավապահ համակարգը ոնց կարելի աշխատավարձից բարձր հրաժարվի Հայաստանի մասին մտածի, բայց չէ որ վաղ ընտրություններից հետո եկավ ուրիշ իշխանություն, այդ իրավապահ համակարգը ենթարկվելու է այդ իշխանությանը։ Եթե նորմալ իշխանություն ունենանք, իրավապահ համակարգը ենթարկվելու է օրենքին։ Երկու դեպքում է Փաշինյանը դատվելու է, չէ՞։ Բայց դրանով զարմանում եք, ասում եք ինչի է ուզում։ Այդ մարդու համար դա իր համար անձեռնմխելիություն է, չգիտեք։ Որտեղ մի պարզ բան։ Հիմա խոսում է, ասում է, զենք ենք բերել, էս ենք արել, են ենք արել, ասում է, տեսեք, դրանով ուզում է չափի, որ մենք իր աշխատանքը չափենք։ Բայց գիտեինք, որ զենք, Արցախում զենք չկար, որ թողեց ադրբեջանցիներին, չկար։ Բայց էլ ենք ասում, հենց ասում են Արցախը ինչ է արել, ասում են փող եմ տվել։ Բա որ դու գիտեիր 18 թվականին որ Արցախը պետք է հանձնվի։ Պատերազմից հետո Արցախը խեր փող տալի։ Հայաստանի բյուջեից հարկատուների փողը խեր տալ, հա, որ այդ ամեն ինչը թողեիր Ալիևին։ Եթե դու գիտեիր, որ ասում էր վեր Ժորժ ջան 18-19 թվականին արդեն պարզ էր, մեզ պատերազմ էր պետք, որպեսզի Արցախը հանձնենք։ Բա որ պատերազմ էր պետք Արցախը հանձնելու։ Պատերազմն էլ եղավ, 4000-ից ավել մարդ մեռավ, դրանից հետո դու էլ ասի շանտաժ արեցիր, ասի, եթե պատերազմը չկանգնացնեմ, 25-30 հազար զինվոր կզոհվեր, պատերազմի արդյունքում եղավ դա։ Բա որ եղել է դա պրծել է։ Վերջ, պատերազմն եղել է։ Կանգնի ասա Ժողովուրդ ջան, էս էիք ուզում։ Վերջ, անիմաստ այլևս ձեզ ֆինանսավորենք, եկեք ուզում եք Հայաստանում ապրեք, եկեք Հայաստանում ապրեք, չէ, դուք որոշեք։ Ինչի զենք չկար Արցախում։ Եթե դու ասում ես, որ Արցախը այլևս պետք է Ադրբեջանին հանձնվեր պատերազմով, պատերազմն եղել է։ Ադրբեջանը կանգնում ասում է զենքը թանի բանից, Արցախից խի չես բահանում։ Հայաստանի հաշվեկշռի վրա նստած զենքը ինչի չհանեցիր։ Դրանով Արցախին պահելու էիր։ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշված չկարեցավ պատերազմում հաղթի, չկարողացավ գոնե նվազագույն կորուստով դուրս գա։ Մենք տեսանք ինչպիսի փաստաթուղթ ստորագրվեց։ Բայց այդ պարագայում, եթե դու արդեն Հայաստանի զորքը հանում ես, նույնիսկ զենքը թողում ես, Արցախցին պետք է այդ զենքով կարողանար Ադրբեջանի դեմ պայքարել, այդ զենքը ինչի թողեցիր։ Հա, էդ էլ էր պետք Ալիևին նվեր տալ։ Դե պարզ բան, քանի անգամ հրապարակային Ալիևն ասեց, զենքը ինչի չես Արցախից հանում։ Եթե դու գիտես, որ դա այլևս վերջ, ժողովուրդ, Արցախը հանձնում ենք, զենքն ու փողը ինչի, զենքը թողեցիր, այնտեղ փողերը տվեցիր բանին։ Այն դեպքում, երբ որ հարց, Ադրբեջանը քեզ հոկտեմբերի 19-ին ասում է Շուշին տուր, դու ասում ես, բա Շուշին տամ, դա վերջն է։ Նոյեմբերի 9-ին Շուշին վերցնում է Ադրբեջանը ու կանգնում։ Դա արդեն փաստա չէ, մենք հիմա գիտենք։ Որ նա կանգնել է առաջ չի եկել։ Պահանջել է, որ դու փաստաթուղթը ստորագրես։ Եթե այդպես էր նոյեմբերի 9-ին ինքը հայկական Արցախը ընդունում էր, Ռուսաստանը խաղաղապահ առաքելություն էր իրականացնում։ Արցախցին էլ ուզում է 10 միլիարդի զենք տաս, ուզում է 100։ Ֆիզիկապես ի վիճակի չէր ելնի Ադրբեջանին հաղթեր, կամ գոնե դիմակայեր։ Այդ դեպքում, եթե այդքանը գիտես ու դու գիտես Արցախը Ադրբեջանինն է, զենքը ինչի չհանեցիր։ Վաղը դատական process էլի դնելու են դեմը, չէ։ Այս փողերը ինչի տվեցիր ու ինչ են անելու։ Խոստովանական ցուցմունքները հանելու են Փաշինյանի դնեն։ Դու ասել ես, որ ես գիտեի, որ Արցախը հանձնած է, հա, բա ինչի փող տվեցիր։ Ես գիտեի, որ Արցախը հանձնած է, բա ինչի զենքը թողեցիր, երբ Ալիևն ասեց զենքը թանի։ Ում համար էիր պահան, որով ինչ աներ։ Արցախցիները պետք է կռվեին ու այդ զենքով հաղթեին։ Երբ որ պատերազմը Ադրբեջանը սկսեց Արցախի նկատմամբ 23 թվականին, ասել մենք չենք մասնակցելու, մենք մասնակցենք Հայաստանը կվերանա։ Այսինքն ակնհայտ էր Ադրբեջանն էլ գիտեր, որ դու չես մասնակցելու։ Դա ինչ է նշանակում։ Դու չես մասնակցելու, Արցախի ուժերը բավարար չի, որտեսկի Հայաստանի ուժերը բավարար չէին, բայց այդ զենքը թողում ես ընդեղում համար։ Որ տաս Ալիևին, ով ինչ կա չհասկանալու։ Բայց դրա համար մարդիկ չեն հավատում, էլի, որտեղ ասում ես զենք ենք բերել, դրա համար չեն հավատում։ Ասում են այդ ում համար ես բերել։ Ալիևին հանձնել հասկացանք չես կարա, պիտի գա վերցնի, որ հանձնես։ Բայց Ալիևը կարա բանանի, չէ։ Միշտ տարօրինակ դառավ մարդկանց համար, ասում է զենքը բերել ենք, եկեք տանենք հաթաթ պիտակներով ցույց տան։ Տանե զենքի նմուշը ցույց տաս, դա բավարար չի։ Կարող է մարդը ասի նմուշը տեսա, հաստատուղթն էլ տեսա ինչքան էս բերել, քանի միլիարդի։ Չեմ հավատում, կարող է թուղթ էս բերել, իրականը չկա։ Տանելու էս պահեստներով զենքը ցույց տաս։ Բա որ այդ մարդիկ հանկարծ այդ գաղտնի ինֆորմացիան հասցնեն Ադրբեջանին ու նա կետային հարված հասցնի։
Եթե արդեն տեղերը չգիտի։ Հետո պետք է ասենք միլիարդավոր զենք ենք բերել, զենք ենք բերել նրա համար, որ միլիարդները ծախսենք, որպեսզի Ադրբեջանը շարքի ցանի, որպեսզի այդ փողը հանկարծ Հայաստանի համար չծառայի։ Այլապես դի բացատրես, չէ՞։ Խստագույն գաղտնիության պայմաններում պաշտպանական համակարգեր սարքում, առիթ ունեցել եմ, ես էլ եմ տեսել, թե ինչա կատարվում։ Բայց ասվել է, որ դա խստագույն գաղտնի է ու չի կարելի որևէ ինֆորմացիա, չի կարելի նկարել ու չի կարելի որևէ ինֆորմացիա տա։ Դուք տեսաք, դուք պատկերացրեցիք, ձեր բառերով կգովեք, թե կքննադատեք ձեր գործնա։ Խնդրում ենք ուղղակի ոչ մի ինֆորմացիա։ Մեկ մի կարճ ժամանակ հետո Նիկոլ Փաշինյանը, արդեն գերագույն գլխավոր տուրօպերատոր Նիկոլը, արդեն կազմակերպում է տուրիստական խմբեր։ Տանում է պաշտպանական գծերն ու զենքերը ցույց տա։ Հա, ժողովուրդը ինչ փոխվեց։ Ու 50 հականոց խումբը կազմում եք, գնում եք այնտեղ, զբոսավար գեներալ էս ինչը, հատիկ, մեկիկ ձեզ ցույց տալի մեր զենքերը։ Ժողովուրդ բայ այդ վաղ 11 գաղտնիք է։ Խստագույնս գաղտնիք է։ Հաշվի առնելով, որ դուք պետական մտածողություն ունեք, ինչքան ուզում եք իշխանությանը քննադատեք, բայց պետության անվտանգության նկատմամբ ոչինչ չեք անի, որովհետև այդ հարվածը պետությունն է ստանալու, ոչ թե իշխանությունն է։ Մինչև այսօր մեզանից դուրս է եկել, թե որտեղ են գնացել տեսել, թե ինչ են կարել, թե ինչն ենք տեսել։ Ոչ, որովհետև չէր կարել, դա գաղտնիք էր։ Մեկ էլ նայում եք, Ժորժ ջան, գաղտնիք չի, տուրիստական խմբեր են կազմում։ Նիկոլ տուրիստական կազմակերպությունը։ Էս ի՞նչ է կատարվում։ Ալիևին կոորդինատներն եք ուզում ասեք։ Հետո էլ ասեք Ժորժ ջան, դե 8 միլիարդի զենք առանք, էս շանտղի Ալիևը շարքից անեց։ Մի հատ բան եղավ, լարվածություն եղավ, նա էլ վախենալով, որ կարող է պատերազմի դրեց շարքից անեց, հետո էլ ասեն Ժորժ ջան, բան եղավ, որ նովա, դե չէիք հավատում, որ 8 միլիարդի զենք եմ առել, տարածույց տվեցի, այն էլ պարզվա ինչ որ չգիտես մի սրիկա Ադրբեջանի խաբար տվեց, էսի կլողնություն է Ժողովուրդ ջան։ Էսի չեք անում։ Այս խելքով այս ժողովրդին միջև երբ եք որոշել մի անվտացնեք։ Այս վիճակով էլ ուզում եք իշխանությունը շարունակեք, ցանկացածը ով գա իշխանության, դատվելու եք Ժողովուրդ ջան, դատվելու եք, որտեղ ոչ մի բացատրություն չեք գտնելու։ Նիկոլ Փաշինյանը ինքն է այդ ամեն ինչը ասել, պետք չի ենթադրել, ինքը թղթերով ապացուցել է, որ ես գիտեի, ես սենց արել եմ, ես սենց արել եմ, ես սենց արել եմ։ Նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին պաշտպանում են, Փաշինյանը կարող է փախնի կամ դատվի, նա իր խնդիրն է, ինքը իր հարցերը կլուծի։ Բա դուք, որ պաշտպանում եք, դրա տակից ո՞նց եք դուրս գալու։ Այս ամեն ինչը ինչու ես իրար կողքի եմ դնում, քննիչն է դնելու իրար կողքը, բոլորիդ կան չի ասել եկեք ստեղ։ Եվ պետք է մտածել, որ առաջիկա ընտրություններում այս ամեն ինչի դեմ առնել Ժողովուրդ ջան, սենց շարունակելը կատաստրոֆա է ուղղակի։ Թե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։